Ուժեղ սուտ է գեներացվում, պետք է թույլ չտանք, որ մեզ խաբեն։ Այս մասին սոցցանցի իր էջում տեսաուղերձով դիմելով քաղաքացիներին հայտարարել է Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Ըստ նրա, իշխանական պատգամավորներից մեկը տիեզերական մասշտաբի սուտ է խոսում, երբ հայտարարում է, թե իբր ադրբեջանական կողմից տարածվող ապատեղեկատվությունը կրակոցների մասին ցույց է տալիս, որ երկկողմանի համաձայնեցված խաղաղության պայմանագիրը լավ բանակցված փաստաթուղթ է մեր համար։ Էդմոն Մարուքյանի խոսքերով նշյալ համաձայնությունը չի կարելի անվանել բանակցված փաստաթուղթ, որովհետև հայկական կողմը պարզապես զիջել է նաև վերջին երկու կետը, ինչը հղի է նոր վտանգներով։ Մարուքյանի պնդմամբ Ադրբեջանը կրակոցների մասին ապատեղեկատվություն է տալիս ոչ թե նրա համար, որ չի ցանկանում փաստաթուղթ ստորագրել, ինչպես ներկայացնում է իշխանությունը, այլ որովհետև դեռ կան չկատարված պահանջներ եւ դա մեսիջ է ոչ միայն աշխարհին, այլև սեփական հանրությանը Հայաստանից ստանալիքի մասին։ Մեկ այլ տեսանյութով էլ Էդմոն Մարուքյանը դիմել է Եվրոդաշինքի անդամներին պահանջել դիրքորոշում արտահայտել եվրոպացի դիտորդներին հանելու Հայաստանի իշխանությունների տված համաձայնության վերաբերյալ։